Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Արամ Օրբելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Օրբելյան։ Ինչպես է ձեր տրամադրությունը եւ տպավորությունը էքսպո ցուցահանդեսի մասին։ Լավ է, տրամադրությունը լավ է, տպավորությունները դրական են։ Բավականին հաջող էր, բավականին հետաքրքիր է անցնում, հնարավորություն կա շփվել գործընկերների հետ, որը միշտ չի հնարավոր լինում իրականացնել, ասենք շփվել ոչ միայն ընդհանուր հարցերի շուրջ, այլ նաև սպეციფიկ քննարկումների շրջանակներում, պանելային քննարկումների շրջանակներում, որոնք հիմա տեղի են ունենում զուգահեռ, նաև երեկվա կոնֆերանսը բավականին հետաքրքիր հնարավորություն է քննարկելու փաստաբանությանը եւ ընդհանուր առմամբ իրավաբանության շրջանակներում հոզող հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպել։ Այսինքն ինքը իրենով բավականին հաջող հագեցած հետաքրքիր միջոցառում է նաև միջազգային գործընկերների հետ, նաև տեղացի գործընկերների հետ շփումներով լի, որը կարծում եմ դրական կանդրադառնա բոլորիս հաջորդող պրակտիկայի վրա։ Քանի տարվա պատմություն ունի ոլորտում կոնցեռն դիալոգը, պարոն Օրբելյան։ Կոնցեռն դիալոգը 98 թվականին է հիմնադրվել եւ 28 տարեկան այս տարվա փետրվարին է դարձել։ Եվ 28 տարիների ընթացքում ընկերությունը տարբեր փուլեր է անցել, բայց միշտ էլ եղել է փաստաբանական գրասենյակ, միշտ էլ հիմքում եղել է փաստաբանական իրավաբանական ծառայությունների մատուցումը։ Ես անձամբ ընկերությունում սկսել եմ աշխատել 2009 թվականից, իմ ավագ ցավոք սրտի մեծ չի պարոնացած դրան, ավագ գործընկերը 2002-3 թվականներին է արդեն ձեռք բերել եւ այս նոր պատմությունը կարող ենք համարել այդ ժամանակից է սկսում, բայց ընկերությունը 98 թվականից կա եւ Հայաստանի ամենահին 3-4 ընկերություններից մեկն է։ 28 տարի, իհարկե, շուրջ 3 տասնյակ տարիների պատմություն ունի գրասենյակը, սա խոսում է մեծ փորձի մասին, մեծ վստահության մասին հանրության շրջանում նաև, պարոն Օրբելյան, բազմապրոֆիլ է գրասենյակը, նաև բազմաթիվ ոլորտների է կանդրադառնում, կխնդրեմ քաղաքացիների համար մանրամասնեք հիմնական այն ոլորտները, որոնցով կարող են ձեզ դիմել, որոնցով մասնագիտացած եք։ Ընկերությունը ունի շատ մեծ փորձառություն կորպորատիվ իրավունքի, գործարքների աջակցության, պրոյեկտային ֆինանսավորման, բարդ գործարքների ապահովման։ Ընկերությունը շատ մեծ փորձառություն ունի, երբ որ բիզնեսը փորձում է մտնել Հայաստան ամբողջ հարցերով աջակցելու, դա կլինի գրանցումներ, անշարժույթի հարցեր, մտավոր սեփականություն, թույլտվություններ, լիցենզիաներ, ամբողջ աշխատանքի թույլտվություններ, աշխատանքային հարաբերություններ, այսինքն ամբողջ ցիկլը կարողանում ենք ապահովել։ Ընկերությունը երևի ունեմ օբյեկտիվ տվյալ որ ասեմ, բայց բավականին մեծ դատավարական պրակտիկա ունի քաղաքացիական եւ վարչական դատավարության համարյա բոլոր հարցերով ունենք բավականին մեծ պրակտիկա եւ բավականին հաջող պրակտիկա, երբ որ տարեկան մի քանի տասնյակ աշխատանքային վեճեր ենք ունենում եւ գործատուների եւ աշխատողների կողմից հանդես գալով ունենում ենք անշարժույթի, կառուցապատման հետ կապված վեճերով ներկայացնում ենք շահերը եւ կառուցապատողների եւ բնակիչների, ովքեր ձեռք են բերել, բայց ինչ խնդիրներ են առաջացել։ Կրկին չունեմ էլի օբյեկտիվ, բայց ենթադրում եմ խոշորագույն պրակտիկաներից մեկն է, ինչքան որ Հայաստանում հնարավոր է արբիտրաժային վեճերով ներկայացության կլինի Հայաստանում, կլինի միջազգային, ունենք բավականին մեծ փորձառություն, նշեցի առանձին, բայց հենց առանձին աշխատանքային իրավունքի ոլորտում, հարկային իրավունքի ոլորտում եւ ոնց որ ասացի, հավելում եմ դրան մի 10 տարուց ավելի կենտրոնած փորձել ենք զարգացնել եւ զարգացնում ենք նաեւ քրեական իրավունքի պրակտիկան, հիմա կրկին գործընկերներից մեկը ամբողջությամբ ղեկավարում է քրեական իրավունքի պրակտիկան, փորձում ենք ընդլայնենք, 2 տարի առաջ միավորվեցինք մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացած գրասենյակի հետ, կինեզիան գործընկերներ առլույս այդ իրենց պրակտիկան է ամբողջությամբ միացել եւ ունենք նույնպես մասնագիտացված մտավոր սեփականության թեմ։ Պարոն Օրբելյան, ինչ նպատակներ ունի գրասենյակը, որոնց մասին կուզեք խոսել առաջիկայում իրականացվելիք նախագծեր։ Առաջինը ցանկանում ենք ընկերությունը զարգացնել համաշխարհային լավագույն փորձի համաձայն, դա ենթադրում է ու հիմա հենց հիմա 3 եմ զանգ ունեցել ու շարունակում ենք այդ ուղղությամբ արհեստական բանականության գործիքները կլինեն, տեխնոլոգիական ինչ-որ ավտոմատացման գործիքները կլինեն, մեր մոտ եղած կուտակված փորձի, դա կլինեն ձևանմուշներ, փաստաթղթեր, ինչ-որ լուծումներ, դրա ինչ-որ իմի բերելու եւ
եւ տեխնոլոգիական, բայց ոչ միայն տեխնոլոգիական, նաեւ կազմակերպչական գործիքներով ել ավելի հասու դարձնելու ամբողջ թիմին, որ ինֆորմացիայի փոխանակումը թիմի ներսում լինի ավելի սահուն, ավելի արդյունավետ, դրա արդյունքում կարողանանք վստահորդների շահերը համ արդյունավետ, համարակ, համ ավելի լավ պաշտպանել։ Որովհետեւ երբ որ գրասենյակը 10 հոգի էր կամ 8 հոգի էր, դա լրիվ ձև է կազմակերպվում, երբ որ 28 հոգի եւ ավելի են, արդեն սկսում է շատ ավելի բարդանալ։ Դա ոնց որ այս տրանսֆորմացիան հաջորդ քայլն է գրասենյակի։ Եվս մեկ ուղղություն, որը մենք փորձելու ենք զարգացնել, դա միջազգային շուկա դուրս գալն է, այն ծառայություններով, որոնք կարող ենք մենք մատուցել առանց պայմանական ասած գրասենյակ բացելու։ Դա մարդու իրավունքների միջազգային իրավունքի ամբողջ պրակտիկան է, միեդի պրակտիկան։ Դա հանրային միջազգային իրավունքի պրակտիկան է։ Մոտ 1 տարի առաջ թիմին է միացել, հիմա վերջնական փուլում ենք Լևոնը Գևորգյան, ով հենց միջազգային իրավունքի մեծ փորձառություն ունի։ Ես ինքս անձամբ միջազգային հանրային իրավունքի մասնագետ եմ, հավելում մնացած իմ փորձի, մեր նպատակների մեջ է մտնում ներդրումային իրավունքով միջազգային պրակտիկայում տեղ գտնելը, միջազգային արբիտրաժային վեճերով պրակտիկամ գումարած ընթացիկ ներպետական զարգացումներին, դա կլինի մեդիացիային, դա կլինի տեղական արբիտրաժի գործընթացներին աջակցությունը, զարգացումը գումարած մեկ այլ ուղղություն է կրթական ուղղությունը, որտեղ ցավոք սրտի տեսնում ենք, որ որոշ զարգացումներ կամ մոտեցումներ, որոնք կարող էին աջակցել ներպետական որոշակի խնդիրների լուծմանը, դա ավելի պարզ հարցեր կա, ասենք, սկսած իրավաբանական աուդիտը որ դեպքում է պետք, որ դեպքում պետք չի։ Մենք պրոյեկտների ֆինանսավորման գործիքակազմը պայմանագրերը ինչպես պետք է նայել, ինչպես չնայել, ինչին ուշադրություն դարձնել։ Ընդհանրապես ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերումներն են կորպորատիվ ամբողջ իրավունքն է, հիմիկվա տեխնոլոգիական զարգացման եւ օրենսդրական համապատասխանության հարցը, դա կլինի կրիպտոարժեքներ, դա կլինի բլոկչեյնի ընդհանրապես տեխնոլոգիայի կիրառումը, դա կլինի արհեստական բանականության կիրառման լույսի ներքո անհատական տվյալների պաշտպանություն, պայմանական sense ասենք, կամ մասնագիտական սխալի, ոչ միայն իրավաբանի, այլ ցանկացած այլ մասնագետի պատասխանատվության հարցեր, այս հարցերը ամբողջ աշխարհում օրակարգային են, ի հավելում դրան լրջագույն խնդիրներ են առաջանում նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից հանրապետության ներսում։ Դրանք եւս մեկ ուղղություն է, որով մենք փորձում ենք ավելի շատ ներդրում ունենալ համակարգային զարգացման տեսակետից։ Մենք հիմա ավելի շատ օրինակ ակցենտավորելու ենք այսպես կոչված low bono-ն դա այլընտրանքային գնագոյացման, ըստ էության ավելի էժան գնագոյացման մեխանիզմով ծառայությունների մատուցումն է, որպեսզի այն օգտվողները, այն վստահորդները, ովքեր միգուցե չունեն ամբողջական ծառայության վճարը վճարելու հնարավորություն, բայց ունեն որոշակի հնարավորություններ, կարողանան օգտվել, մենք էլ կարողանանք դա արդյունավետ մատուցել, որ չստացվի, որ մի հատ գործ անենք, հետո կիսատ թողնենք, դա ունենք պրակտիկան, կարիք ալնելու դա զարգացնել։ Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ այս նպատակների ճանապարհին։ Ինչպես նաև չեմ զբաղեցնի ձեզ այլևս երկար հարցերով, գիտեմ շտապում եք կարևոր մասնագիտական քննարկման, շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար, նաև արդյունավետ քննարկում եմ ձեզ մաղթում եւ գեղեցիկ օր։ Շնորհակալություն ձեզ նույնպես։